Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Որդին հոր փոխարեն, ով է Իրանի նոր խորհրդավոր ֆիգուրը, որը հիմնականում գործել է կուլիսներում։ Պատերազմի 4-րդ հարթությունը, ինչը թաքնված Իրանի ստորգետնյա աշխարհում։ Բալիստիկ հրթիռը չեզոքացվել է, Թուրքիան հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Իրանից արդեն երկրորդ հարվածն է ստացել։ Խնամի դառնալու առաջարկից մինչև կաթողիկոս ու Արցախ, որ մարզել են այցելել ՔՊԱ-ականները։ ԱՄՆ Իսրայել-Իրան հակամարտության 10-րդ օրը Իրանը նոր գերագույն հոգևոր առաջնորդ ունի։ Իրանի փորձագետների խորհուրդը ձայների մեծամասնությամբ երկրի 3-րդ գերագույն առաջնորդ է ընտրել Ալի Խամենեի որդուն, Այաթոլլա Մոջթաբա Խամենեին։ Այս պաշտոնում նա կունենա վերջնական խոսքի իրավունք քաղաքական եւ ռազմական բոլոր հարցերում։ Ժամեր առաջ կայացել է Մոջթաբա Խամենեի երթմնակալության արարողությունը։ Իրանի պատմության մեջ առաջին անգամ գերագույն հոգևոր առաջնորդին փոխարինում է նրա որդին։ Ի տարբերություն հոր, Մոջթաբա Խամենեին երկար տարիներ գործում էր ստվերում։ Երբեք չի զբաղեցրել պետական պաշտոններ, հանդես չի եկել հանրային ելույթներով եւ հարցազրույցներ չի տվել։ Նոր առաջնորդի հետ ինչ կարող է փոխվել Իրանի քաղաքական համակարգում, մանրամասները Սեդա Կյուրեղյանի ռեպորտաժում։ Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությունը արդեն իսկ հայտնվել է աշխարհաքաղաքական քննարկումների կենտրոնում։ Բանիմացների խորհրդի նման որոշումը այս լարված փուլում հերթական ընտրությունը չէ, այլ ունի քաղաքական ենթատեքստ։ Ես կարծում եմ, որպես այդպեսին, եթե դիտարկենք, այո, շատ հստակ մեսիջ է եղել եւ Թրամփին եւ Նաթանյահուին, որ չի կարելի տեսակետ հայտնել կամ պարտադրել ինչ-որ քաղաքական կամք երկրի ներքին պետական քաղաքական հարցերում։ Մոջթաբա Խամենեիի դեպքը իսլամական հեղափոխությունից ի վեր միակն է, երբ որդին հաջորդում է հորը։ Խամենեիի որդու անունը իրանական մամուլում դեռ նախորդ տարին նախագահ Ռաիսիի ավիավթարից հետո էր շրջանառվում։ Հոգևոր առաջնորդի մահվան դեպքում ով էր փոխարինելու նրան։ Իրանի իշխանական համակարգի ներսում Ալի Խամենեիի երկրորդ որդու անունը միարժեք չէր ընկալվում որպես հոր ժառանգորդ, սակայն ստեղծված նոր իրադրությունը խաղում կանոններ է փոխել։ Սպանելով Ալի Խամենեին, ԱՄՆ այսպես դե ֆակտո ստեղծեց նախադրյալ, որ նոր գերագույն հոգևոր առաջնորդ ընտրվի կոնսոլիդացված պայմաններում, ընտրվի նրա որդին, բայց մենք տեսնում ենք, որ էքստրեմալ պայմաններում անգամ այն շրջանակները, որոնք այսպես ասենք սովորական բնական վիճակի պարագայում դեմ կլինեին օրից որդի ժառանգության այս ընտրությանը, էքստրեմալ պայմաններում, այո, այս պատերազմի պայմաններում եւ հենց սպանված լինելու Խամենեի սպանված լինելու հանգամանքի պայմաններում կարծում եմ կոնսոլիդացվել են կամ առնվազն լռել են այսպիսի ընտրության առնչությամբ։ Իրանագետն էլ պնդում է, որ բանիմացների խորհրդի որոշումը ընտրություններից մեկն էր, բայց ոչ միակը։ Վստահ եմ սրան, որովհետեւ այդ բանիմացների խորհուրդը բաղկացած է բավականին հեղինակավոր եւ լուրջ կրոնական պետերից, կրոնագետ մարդկանցից, որ սրանք Իրանի գերագույն շահերի եւ Իրանի ամբողջականության ինքնիշխանության հարցում դեռ էմոցիոնալ մոտեցումներով չեն առաջնորդվում։ Ընդհանրապես հաստը ցույց է տվել այս տարիների ընթացքում, որ նրանց կայացած որոշումները համապատասխանում են բազմաթիվ նախապայմանների եւ հատկությունների, որոնք իրենք հաշվի են առել։ Փորձագետների աչքից չի վրիպել մի հանգամանք եւս։ Իրանը կիրակի հայտարարեց նոր հոգևոր առաջնորդի անվան հրապարակման մասին։ Սա հաջորդել էր Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանի այն հայտարարությանը, որ գերեվարել են ամերիկյան հատուկ ջոկատայինների եւ 2 գեներալի, եւ դա նոր հանգամանքներ է առաջ բերում։ Եթե իսկապես Իրանը գերեվարել է ամերիկացիներ եւ առավել եւս գեներալներ, ես կարծում եմ սա իհարկե Իրանի համար բավականին ազդեցիկ խաղաթուղթ է, Իրանի ձեռքին հայտնված բավականին ազդեցիկ խաղաթուղթ։ Դա անկասկած։ Իհարկե ասել, որ այդ հանգամանքը
այդպես ամուր որևէ բանի երաշխիք կարող է լինել, կարծում եմ այդպես չէ, բայց ամուր քաղաքատ կարող է լինել։ Փորձագետները նշում են, Մոջթաբա Խամենեիի ընտրությունը կարող է նշանակել Իրանի իշխանական համակարգի նոր փուլի սկիզբ, սակայն թե ինչպես դա կազդի երկրի ներքաղաքական հավասարակշռության եւ միջազգային հարաբերությունների վրա, մեծապես կախված կլինի առաջիկա զարգացումներից, հատկապես շարունակվող ռազմական ու դիվանագիտական դիմակայության ֆոնին։ Սեդա Կյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվրամիությունը տեղեկացրել է, որ Իրանի նոր առաջնորդը պատժամիջոցների ցանկում չկա, իսկ այդ ընտրությունը դժգոհություն է առաջացրել Վաշինգտոնում։ Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ընդունում Թեհրանի այդ ընտրությունը։ Հիշեցնեմ, որ օրերս ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանի ցանկացած առաջնորդի սպասվում է Ալի Խամենեիի ճակատագիրը։ Իսկ ով է կուլիսներում մնացած Մոջթաբա Խամենեին, Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ Իրանի նոր հոգևոր առաջնորդն ընտրվեց եւ շարունակում է մնալ Խամենեի։ Ալի Խամենեիի որդու անունը չնայած մշտապես առկա էր կուլիսային քննարկումներում եւ Իրանի քաղաքական վերնախավում, սակայն գրեթե չէր հնչում պաշտոնական հաղորդագրություններում։ Նրա ազդեցության մասին խոսակցությունները չեն դադարում ավելի քան 1 տասնամյակ, իսկ այժմ իրավիճակը կուլիսներից տեղափոխվում է բեմ։ Մոջթաբա Խամենեին ծնվել է 1969 թվականին Մաշհադ քաղաքում։ Նա Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Դպրոցական կրթությունից հետո սկսել է աստվածաբանություն ուսումնասիրել, ապա շարունակել ուսումը Ղոմում, հոգևորական դառնալու համար։ Հետագայում աստվածաբանություն է դասավանդել Ղոմի աստվածաբանական ճեմարանում։ 1987-ից 88 թվականներին Մոջթաբան մասնակցել է Իրան-Իրաքյան պատերազմին եւ իր հսկողության տակ է վերցրել բասիջ աշխարհազորային ուժերը։ Չնայած Մոջթաբան երբեք չի զբաղեցրել որևէ բարձր պետական պաշտոն, սակայն մի շարք իրանցի նախկին պաշտոնյաներ եւ արևմտյան վերլուծական կենտրոններ նրան նկարագրում են որպես ազդեցիկ միջնորդ հոր գրասենյակի, անվտանգության կառույցների եւ քաղաքական էլիտայի միջև։ 2000-ականների սկզբից շրջանառվում են տեղեկություններ, որ Մոջթաբա Խամենեին սերտ կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարների հետ։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ նա դեր է խաղացել այդ կառույցում հավատարիմ կադրերի առաջ խաղացման հարցում։ Իրանի ներսում այս թեման գրեթե չի լուսաբանվում, իսկ պաշտոնական հաստատում երբևէ չի եղել։ Նրա անունը կապում են նաև օֆշորային ֆինանսական ցանցի հետ, որը գործածվում է Իրանից դուրս ակտիվներ պահելու եւ տեղաշարժելու համար։ 2009 թվականի նախագահական ընտրությունից հետո, երբ բողոքի զանգվածային ալիք բարձրացավ ընտրության արդյունքների դեմ, ընդդիմադիր շրջանակները պնդում էին, որ Մոջթաբան աջակցել է բողոքի ցույցերի դեմ կոշտ ուժային արձագանքին։ Այդ պնդումները պետական մակարդակով հերքվել են կամ անտեսվել, սակայն նրա անունը այդ իրադարձություններից հետո հայտնվել է ներքաղաքական քննարկումների կենտրոնում։ 2019 թվականին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Մոջթաբա Խամենեիի նկատմամբ, նրան ընդգրկելով Իրանի գերագույն առաջնորդի մերձավոր շրջապատի այն անձանց ցանկում, որոնք Վաշինգտոնի գնահատմամբ ներգրավված են իշխանության կոշտ քաղաքականության մեջ։ Պատժամիջոցները ենթադրում են Միացյալ Նահանգների իրավազորության ներքո ակտիվների սառեցում եւ ամերիկյան կողմի հետ գործարքների արգելք։ Թեհրանն այդ քայլը բնութագրում է քաղաքական ճնշում եւ միջամտություն ներքին գործերին։ Մոջթաբա Խամենեին գրեթե հանդես չի գալիս հրապարակային ելույթներով, հարցազրույցներ չի տալիս եւ հազվադեպ է երևում պետական միջոցառումներում։ Ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, ապա նա 2004 թվականին ամուսնացել է Զահրա Հադդադադելի հետ, ունի 3 երեխա։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ ընդգծել, որ Հայաստանի եւ Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ նոր հաջողություններ գրանցելով։ Իրանի նոր առաջնորդին շնորհավորել են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Ի դեպ, Փաշինյանն այսօր Դարձյալ անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։ Նիստում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման մանրամասները։ Թե կոնկրետ ինչ հանձնարարականների մասին է խոսքը, պաշտոնապես չի հաղորդվում։ Շատ ռազմական փորձագետներ կարծում են, որ Իրանի դեմ հաջող պատերազմ վարելու եւ երկիրը գրավելու համար բավարար չէ միայն օդում, ծովում եւ ցամաքում առավելություն ունենալը, քանի որ կա 4-րդ ստորգետնյա հարթությունը։ Շատերին թվում է, թե ստորգետնյա շինարարությունը նորություն է, բայց Իրանը հազարամյակներ շարունակ իր անապատային բնակավայրերը սնուցել է հարյուրավոր կիլոմետրերի հասնող ստորգետնյա ջրատար համակարգերով, քարիզներով։ Ի դեպ, նման քարիզներ կան նաև Հայաստանում, Մեղրիի տարածաշրջանում։
Ինչու է Իրանը ժամանակակից պատերազմում համարվում գրեթե անխոցելի, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Պատերազմ օդում, պատերազմ ծովում եւ ցամաքում, բայց որտեղ է պատերազմի անտեսանելի կողմը եւ որտեղ է ժամանակակից վայրիվերումներում գրեթե անխոցելի Իրանը։ Քարիզներ, օդից, ջրից եւ ցամաքից ոչ պակաս կարևոր հարթություն, ստորգետնյա աշխարհ։ Այս աշխարհը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ հազարամյակների խորքը եւ հիշել այն համակարգը, որը ձևավորել է Իրանի անապատային քաղաքակրթությունը՝ քարիզը։ Քարիզը կամ ղանաթը հնագույն ստորգետնյա ջրատար համակարգ է, որը ստեղծվել է անապատային եւ կիսաանապատային շրջաններում ջուրը բնակավայրեր եւ դաշտեր հասցնելու համար։ Այն բաղկացած է երկար ստորգետնյա թունելից եւ մի շարք ուղղահայաց հորերից, որոնք ապահովում են օդափոխությունը, սպասարկումն ու ջրի վերահսկումը։ Ջուրը շարժվում է բնական թեքությամբ եւ դուրս է գալիս մակերես, հասնելով դաշտերին ու այգիներին, միաժամանակ պաշտպանված լինելով արևից եւ գոլորշիացումից։ Քարիզների ծագման կենտրոնն Իրանն է եւ դրանք ստեղծվել են շուրջ 3000 տարի առաջ։ Իրանում այսօր հազարավոր քարիզներ կան, որոնց ընդհանուր երկարությունը մոտավորապես 400,000 կիլոմետր է։ Ամենաերկարը Քիշի քարիզը մոտ 70 կիլոմետր երկարությամբ շարունակում է գործել եւ ապահովել կղզու բնակիչներին ջրով, քանի որ բնական գետեր կամ մեծ ջրային աղբյուրներ կղզին չուներ։ Պատմականորեն քարիզները կարևոր են եղել գյուղատնտեսության եւ խմելու ջրի համար, բայց վերջին տարիներին այս հնագույն ինժեներական համակարգը ժամանակի հետ ձեռք է բերել նաև այլ անսպասելի նշանակություն։ Իրանի ստորգետնյա ենթակառուցվածքները հաճախ քննարկվում են ռազմական եւ ռազմավարական համատեքստում։ Ստորգետնյա միջավայրը հնարավորություն է տալիս թաքցնել հրթիռային զինանոցը, արձակիչ կայանները եւ որոշ արտադրական հզորություններ։ Նման պայմաններում հակառակորդի համար դժվար է ոչ միայն հայտնաբերել այդ կառույցները, այլ նաև ամբողջությամբ շարքից հանել դրանք։ Նույնիսկ իսրայելացի ռազմական փորձագետներն են նշում, որ անհնար է ամբողջությամբ շարքից դուրս բերել Իրանի բոլոր հրթիռները։ Իրանը կարող է հարվածներ հասցնել մինչև պատերազմի ավարտը, քանի որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ Իսրայելը չունեն ամբողջական տեղեկատվություն ստորգետնյա հրթիռային քաղաքների եւ թունելների ցանցի մասին։ Սա հաճախ համեմատվում է Գազայի հետ, որտեղ ստորգետնյա թունելները վերահսկողությունից դուրս են, անգամ եթե օդում, ծովում եւ ցամաքում գերակայություն կա։ Քիշի քարիզը գտնվում է մոտ 16 մետր խորության վրա եւ բաղկացած է լայն ցանցից, թունելներով եւ հորերով։ Առաստաղներում պահպանված են հին խեցիների եւ կորալների բեկորներ, որոնք լուռ վկայում են, որ տարածքը նախկինում ծովի հատակ է եղել։ Վերջին տասնամյակներում այն վերականգնվել է եւ դարձել մշակութային տուրիստական համալիր, այսպես ասած, ստորգետնյա քաղաք։ Այսպիսով քարիզները, որոնք հազարավոր տարիներ առաջ ստեղծվել էին ջրի ապահովման համար, այսօր նաև խորհրդանշում են Իրանի ստորգետնյա ինժեներական ավանդույթը։ Իրանի ստորգետնյա աշխարհը հին քարիզներից մինչև ժամանակակից թունելային համակարգեր ցույց է տալիս, թե ինչպես է հազարամյակների փորձը ստանում նոր ռազմավարական նշանակություն։ Մի շարք քարիզներ ներառվել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Ի դեպ, Հայաստանում նույնպես կան քարիզներ։ Դրանք կառուցվել են Արարատյան դաշտի, Մեղրու տարածաշրջանի եւ Աշտարակի Արագածոտնի մարզի շրջանում։ Անահիտ Սարգսյան, Եղամ Ղազարյան, ABC Media։ Իսկ Թուրքիան հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Իրանից արդեն երկրորդ հարվածն է ստացել։ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ այսօր Իրանից արձակված եւ Թուրքիայի օդային տարածք մուտք գործած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգը։ Միջադեպի հետևանքով զոհեր եւ վիրավորներ չկան։ Հայաստանում նախընտրական ակտիվ քարոզարշավ է։ Փաշինյանի եւ թիմակիցների քարոզչական վիկենդն այս անգամ Արագածոտնի եւ Շիրակի մարզում էր։ Իսկ երթուղու մենյուն Աշտարակի պոպոկն ու սուջուխը։ Արագածոտնից Շիրակ ԿՊԱ-ների հերթական շրջայցը լի էր տարբեր դրվագներով։ Խնամի դառնալու առաջարկից մինչև կաթողիկոս ու Արցախ Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Մեր այցերը ցնցում են համացանցը, շատ լավ։ Գոհ է Փաշինյանը, այցերը ցնցում են համացանցը։ Նախ որոշում են ինչ երգով են նկարում առավոտյան սրտիկով տեսանյութը։ Շատ ավելի շատ տարածում եւ համակրանք կստանա, քան What a Wonderful World։ Երկրորդ փաստարկը What a Wonderful World-ը դանդաղը։ Դանդաղը չէ, թող լինի ուրբաթ շաբաթ կիրակի երգը։
թող լինի ու եղավ։ Ժպտա, միած ժպտա։ Ներքաղաքական քարոզարշավը շաբաթ օրն Արագածոտնի եւ Շիրակի մարզերում էր։ Աշտարակի Սուջուխը կերան, Գյումրիում սուրճ խմեցին։ Փաշինյանի ուղիղ եթերներում էին դրանք։ Նաեւ աչ ու ձախ կրծքանշաններ էր բաժանում ու փակցնում Փաշինյանը։ Երեխեք եկեք սրանից մի հատ նվիրեմ ձեզ։ Լավ զարդա։ Մերսի շատ։ Մի հատ էլ ձեզ։ Կապույտ ու դեղին երանգներով ավտոբուսի ուղևորների քարոզարշավը, որը կոչում են ներկուսակցական, Աշտարակում եւ Թալինում հարթ անցավ, ի տարբերություն Շիրակի։ Մարալիկում մարտի 1-ի եւ մանկապարտեզի գործերով էին հետաքրքրված բնակիչները։ Մարտի 1-ից հարցնելով ասում էին. չտեսանք մեկին դատեք։ Մարտի 1-ի գոզուրա տեսնիմ։ Որտե մեկի անգաժի բռնած է, չկա։ Ոնց է ուր անցավ, ինչ ես ասում։ Արիտ։ Ով անցավ, արիտ։ Ուրա մեկը տեսնիմ, մեկին ուրա։ Նախ մի։ Դադում հավեմ զարգես այդտեղ տարեն ստել են։ Ում։ Քետ դադել են։ Բայց եկամարտը սպանեցին մեկին չտեսում ստա։ Կնստեն։ Իսկ մանկապարտեզի հարցը բարձրաձայնում էին Զորակապից Մարալիկ եկած տղամարդիկ։ Նրանցից մեկն ասում է. 5 թոռ ունի, բոլորն էլ մանկապարտեզի տարիքի են։ Ոնց անեն, եթե չունեն մանկապարտեզ։ Գյուղացին ասաց, հետո Փաշինյանն ասաց, հետո նորից գյուղացին, հետո խառնվեց համայնքի վարչական ղեկավարն ու նորից գյուղացին։ Փաշինյանի ուղիղ եթերում այս պատկերն էր։ Ինչքան պետք է լինի բա։ Մանկապարտեզը որտեղ է սարքենք, ինչ որ 1-ից 3 կիլոմետր հեռու ալնել։ Մենք չենք կարող մանկապարտեզն սարքենք, որ բոլորի հայաթումը լինի։ Ասենք, այստեղ սարքենք բոլորի հայաթումը։ Ինչ որ մեկ Մարալիկում Փաշինյանը մտավ բնակիչների տներ ու վարակույրներից փակցրեց կրծքանշանը, որն ըստ իրեն Այս վարակույրից եթե թույլ տակ կախենք, սենց մի հատ Հայաստանի քարտեզն է։ Թող հաջողություն բերի ձեր տանը։ Ավտոբուսն ուղևորվեց Պեմզաշեն, հետո Արթիկ։ Փաշինյանին ջերմ բարևներ մաղթողների մեջ մեկ քաղաքացի կար, որ այլ հարցով էր եկել։ Արցախի ու կաթողիկոսի վերաբերյալ հարց ու թեժ քննարկում սկսվեց նրանց միջև։ Մենք ունեցել ենք մեր տարածքները, սկսած Արցախով, դուք որպես հայ, ես հասկանում, որպես հայ եւ վարչապետ, դուք ընդունում եք, որ Արցախը հայկական տարածք է եղել։ Սարգսյան ջան, հայկական տարածքի մասին խոսք չի, ես Կաթողիկոսին ընտրում են աշխարհի հայերը, ինչպես կարող է վարչապետը չընդունել։ Փաշինյանն արձագանքեց։ Մի րոպե, ու կաթողիկոս չկա։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկ։ Քեզ համար կաթողիկոս կա, Հայ ազգի կարող է ես համար չլինի։ Դուք հայ ազգը չեք ներկայացնում։ Լսեք։ Գյումրիում քարոզարշավը հանդիպումներով չսահմանափակվեց։ Փաշինյանը միացավ Գյումրիի բենդերից մեկին։ Այս անգամ ոչ թե ուրբաթ շաբաթ կիրակին նվագեցին ու սրտիկներ արեցին, այլ Արագածոտնի եւ Շիրակի մարզերում քարոզարշավն ամփոփեցին նախ հավաքի ընթացքում։ Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն 3։ Ամփոփումը շարունակվեց ավտոբուսում։ Վիդեո դեռ կհրապարակենք, շատ թաքուն վիդեո է, որ 1 ժամ 10 րոպե տևած ամփոփումից հետո ուղիղ եթերն ավարտվեց ու սկսվեց սա։ Ու սա էլ ավարտվեց։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Նույն իշխանությունը 2021-ին վստահեցնում էր ապագա կա։ Խոսում էր Արցախի անվտանգության, Մինսկի խմբի բանակցությունների եւ տարածքների վերադարձի մասին։ 5 տարի անց Արցախը հայաթափված է, իսկ տարածաշրջանի անվտանգային համակարգը փոխված։ Ինչպես փոխվեց նախընտրական խոստումների իրականությունը։ Ռեպորտաժում։ Արցախի մի մասի կորստից հետո 2021-ին ՔՊ-ն խոստացավ ու վստահեցրեց, որ ապագա կա։ Այդ նույն թվականին նախընտրական ծրագրում մի քանի անգամ հիշատակվում էր Արցախը, ԵԱՀԿ Մինսկի խումբը խոսվում էր հարցի խաղաղ կարգավորման մասին, ավելին վստահեցնում էին, որ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը։ Նախ եւ առաջ նախկին լղին բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո խաղաղ բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո, բոլորը տեսան ու զգացին։
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր նախընտրական ծրագրում անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտում ներկայացնում էր մի շարք ռազմավարական նպատակներ։ Դրանց առանցքում էին բանակի լայնածավալ բարեփոխումները, Արցախի անվտանգության ապահովումը, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի ամրապնդումը եւ Արցախի հակամարտության կարգավորումը միջազգային ձևաչափում։ Սակայն 5 տարի անց տարածաշրջանում ձևավորված անվտանգային իրականությունը էապես փոխվել է։ Ծրագրում առաջին հերթին նշվում էր, որ Հայաստանը պետք է անցնի արդիականացող եւ պրոֆեսիոնալ բանակի ձևավորման ճանապարհով։ Ըստ ծրագրի սկսված էր զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների լայն գործընթաց եւ ռազմավարական հեռանկարում Հայաստանը պետք է աստիճանաբար անցներ պրոֆեսիոնալ բանակի մոդելի։ Նշվում էր նաեւ, որ ժամկետային եւ զորահավաքային ծառայության կառուցվածքը պետք է էական փոփոխությունների ենթարկվեր։ Միաժամանակ ծրագրում նշվում էր, որ սահմանների պաշտպանությունը ապագայում պետք է իրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կենտրոնանան բացառապես մարտունակության բարձրացման վրա։ Սակայն 2026 թվականին բանակի ամբողջական պրոֆեսիոնալացման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ զինված ուժերի բարեփոխումների արդյունավետությունը շարունակում է մնալ փորձագիտական եւ քաղաքական քննարկումների թեմա։ 2021 թվականի ծրագրում կարևոր տեղ էր հատկացվում նաև Արցախի անվտանգության ապահովմանը։ Նշվում էր, որ Արցախի եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը պետք է շարունակի ապահովել պաշտպանության բանակը, որն ամբողջությամբ պետք է անցներ պայմանագրային ծառայության։ Ծրագրում ընդգծվում էր նաև, որ Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունը Արցախում եւ Լաչինի միջանցքում Արցախի անվտանգության կարևորագույն երաշխիքն է։ Սակայն 2 տարի անց 2023 թվականին Արցախի ամբողջ տարածքը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Արցախի բնակչությունը ստիպված եղավ լքել հայրենիքը։ Այսպիսով ծրագրում նշված անվտանգության համակարգը փաստացի այլևս չի գործում։ Մենք գետնի վրա ունենք այդ նախընտրական ծրագրի բացարձակ հակառակ պատկերը, այսինքն չունենք Արցախ, ունենք էթնիկ զտման ենթարկված 120,000 հայրենակիցներ եւ ունենք Հայաստանի անվտանգության միջավայրի հանդեպ ներկայումս փափուկ ուժի ռեժիմով էքսպանսիայի գործընթաց։ Ծրագրում առանձնահատուկ տեղ էր հատկացվում նաև Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքին։ Նշվում էր, որ Ռուսաստանի հետ գործակցությունը անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է։ Հիշատակվում էին մի շարք համաձայնագրեր, այդ թվում Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը, հակաօդային պաշտպանության միասնական համակարգը, նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունների զարգացումը։ Սակայն վերջին տարիներին Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում նկատվում են որոշակի լարվածություններ, իսկ անվտանգային համակարգում Մոսկվայի դերակատարությունը դարձել է ակտիվ քննարկումների թեմա, թե քաղաքական շրջանակում, թե հանրային դաշտում։ Նախընտրական ծրագրում Հայաստանը շարունակում էր կարևորել նաև հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամակցությունը։ Նշվում էր, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին եւ նպաստել կառույցի պայմանագրային բազայի կատարելագործմանը։ Սակայն վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները բազմիցս քննադատել են ՀԱՊԿ-ին կազմակերպության անգործության համար, իսկ պաշտոնական Երևանը հայտարարել է կառույցի աշխատանքներին մասնակցությունը սահմանափակելու մասին։ Սա գնահատում են պարզապես քաղաքական, իշխանական, քարոզչական հաշվարկներով փոխադարձաբար շահեկան թատրոն։ Մի քիչ ուղիղ կամ մի քիչ ծայրահեղ կարող է հնչել, բայց ես կարծում եմ այն փոխհարաբերությունը, որ կա ՀԱՊԿ-ի եւ Երևանի դաշտում, դա բավարարում է երկուստեք։ Նախընտրական ծրագրում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Նշվում էր, որ հակամարտության վերջնական լուծումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, իսկ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Սակայն այսօր Մինսկի խմբի ձևաչափը փաստացի չի գործում։ Այն լուծարվեց Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթով, իսկ Արցախի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգում այլևս նախկին դերակատարությունը չունի։ Իշխանությունը նաև ասում էր, ասֆալտը ասֆալտ է, սակայն պարզվում է Երևանում դեռ կան փողոցներ, որտեղ ասֆալտը շարունակում է մնալ երազանք։ Մայրաքաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու գտնվող Արինբերդ փողոցի բնակիչներն ասում են, ամեն օր ստիպված են պայքարել տարրական պայմանների համար։ Արինբերդ փողոցի խնդիրների մասին Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Արինբերդ փողոցն է Երևանում։ 21-րդ դարում այս փողոցի բնակիչները չունեն բնական գազ, փողոցն էլ բարեկարգված չէ։ Իրենց հարցերով բազմաթիվ դռներ են թակել պետական, սակայն հարցին լուծում չի տրվել։ Անգամ փողոց են փակել նախորդ տարի, բայց սայլը տեղից չի շարժվում։
Մայրաքաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու գտնվող Արինբերդ փողոցի բնակիչներն ասում են, ամեն օր ստիպված են պայքարել տարրական պայմանների բացակայության դեմ։ Փողոցը ասֆալտապատված չէ, անձրևների ժամանակ ճանապարհը վերածվում է ցեխի, ամռանը փոշու, իսկ ձմռանը բնակիչները ստիպված են այլընտրանքային միջոցներով տաքացնել իրենց տները, քանի որ այստեղ նույնիսկ բնական գազ չկա։ Երկար տարիներ ա, որ սենց վատ են ճանապարհները, խնդիրներն էլ այնա, որ անձրևների ձյան ժամանակ, երբ որ լինում ա ցեղ, չենք կարողանում տեղաշարժվել, տրանսպորտ չի աշխատում, տաքսիները հրաժարվում են գալ, վարորդները բողոքում են, որովհետև փողոցները քարուքանդ ա, վարար անձրևների ժամանակ ջուրը ողողում ա ամբողջ տարածքը։ Երկար տարիներ այս պայմաններում ապրելով երևանցիները սկսել են կատակներ անել։ Ասում են, վերջին անգամ մայրաքաղաքի այս հատվածն արգիշտի արքան են օրոքել։ Տեղացիների խոսքով տարիներ շարունակ դիմել են տարբեր կառույցների, սակայն խնդիրը դեռ լուծում չի ստացել։ Բոլորը տեղակ են, քաղաքապետի հանձնարարական աղել, ես երբ ներկայացրել եմ այս տկաները ժամանակին եւ այս տարի լինելու է այդ աշխատանքները։ Նախագիծը հենց պատրաստ եղավ, որից հետո արվելու է արդեն տենդերը շահելու է անձը, գալու է սկսի աշխատանքները։ Նախորդ տարի Երևանի վարչական շրջանի ղեկավարը խոստացել էր աշխատանքները սկսել, սակայն ժամանակի ընթացքում փոսերն ավելացել են, աշխատանք չի արվել։ Ինչ վերաբերում է խոստացել են եւ աշխատանքները չեն սկսվել, դա այդպես չի, քանի որ աշխատանքներ ասվածը լայն հանրությանը անտեսանելի աշխատանք կա դրա հետևից, դա է նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստումը։ Անցած տարի երրորդ անգամից երկու անգամ մրցույթ չի կայացել ու հետ է անգել, բայց այժմ մենք ունենք արդեն պատրաստ նախագիծ։ Սա այն դեպքում, երբ խոսքը մայրաքաղաքի վարչական տարածքում գտնվող փողոցի մասին է։ Բնակիչները հարց են բարձրացնում, ինչպես կարող է լինել, որ Երևանում դեռ կան փողոցներ, որտեղ տարիներ շարունակ չեն ապահովվել տարրական պայմանները։ Ապրիլի 6-ին շինարարական մրցույթի բացման օրն է։ Շինարարական մրցույթը ունեցանք կապալառու, պայմանագրի ու շինարարությունը։ Բնակիչներն ասում են, մեծ պահանջներ չունեն, պարզապես ուզում են ունենալ ասֆալտապատ ճանապարհ եւ բնական գազ։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։